աջակցել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարցս հայ-թուրքական սահմանի վերաբացման վերաբերյալ է, արտգործնախարարն ասաց, որ սկզբից կբացվի ինչ-որ մի հատված, ինձ հետաքրքիր է դա որ հատվածն է, եւ խոսքը գնում է մի քանի շաբաթների մասին եւ մոտավորապես երբ է նախատեսվում դիվանագիտական հարաբերություններ հաստատելը։ Եթե դուք խոսում եք Հայաստան-Թուրքիա սահմանի մասին, ես կարող եմ այդ հարցին պատասխանել, որովհետև նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ մենք անդադ ասում ենք հայ-ռուսական հարաբերություններ, հայ-թուրքական հարաբերություններ, բայց ի վերջո տեղել է պետության եւ չպետության ընկալման, որը բոլորիս է, ես քավլիցի հանկարծ չմտածեք ձեզ դիտողություն եմ անում, որովհետև ես ինքս երկար տարիներ այդ նույն բառապաշարը եւ բառամթերքը օգտագործել եմ եւ մինչեւ հիմա մեր պաշտոնական գրագրություններում այդ արտահայտությունը սպրդում է, օգտագործվում է։ Ես ամեն անգամ դիտարկում եմ անում կարմիր կամ կապույտ գրիչով, որ հարգելի գործընկերներ եկեք ի վերջո դիրքավորվենք որպես պետություն։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը իհարկե շատ կարևոր է եւ զարգացումներ կան այդտեղ եւ հասունացած է վաղուց, որ իրադարձություններ տեղի ունենան, ես հույս ունեմ, որ այդ իրադարձությունները տեղի կունենան եւ դեռևս 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները առնվազն իրականություն կդառնան։ Մենք հիմա նաեւ Ախուրիկի հատվածում, Մարգարայի հատվածում ամեն գործողություններ ենք անում, որպեսզի հանկարծ հնարավոր որոշումները չխոչընդոտվեն մեր կողմից անպատրաստ լինելու հետ, հույս ունեմ, որ այդ որոշումները կայացնեն։ Ես չեմ կարող կոնկրետ որևէ բան ասել, իհարկե չթաքցնեմ, դիվանագիտական խողովակներով աշխատանք արվում է, որոշակի ազդակներ մենք ստանում ենք, իմիջիալոց նաև հրապարակային Թուրքիայում տեսնում ենք, որ որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայից, բայց տեսնենք։ Մարգարայինը պատրաստ է լիարժեք, ես դեռ անցած տարի կարծեմ այցելել եմ, լուսաբանվել է կարծեմ։ Մարգարայինը արձակետը լիարժեք պատրաստ է, բայց դա էլ պետք է իմանանք, որ սահմանը բացվելուց հետո այդ կամուրջը, որը կա, ինքը բավարար չի լինելու շատ արագ։ Եվ պետք է մտածել նոր կամուրջի, նոր կամուրջների կառուցման մասին, ընդ որում եւ Մարգարայում եւ Ախուրիկում, եւ այսինքն Շիրակի մարզում եւ Արմավիրի մարզում, բայց դա արդեն հետագայի խնդիր է, բնականաբար այդ թեման ավելի կկոնկրետացվի, երբ որ սահմանը բացվի եւ օգտագործվի, չնայած մենք այսօր պայմանավորվածություն ունենք պատմական կամրջի, անի հատվածում պատմական կամրջի վերականգնման մասին, այդ ուղղությամբ քննարկումներ են գնում եւ հնարավոր է նույնիսկ առաջիկայում արդեն գործնական հատվածը սկսի, որը խորհրդանշական նշանակություն։ Հաջորդ հարցը Կարեն Ղազարյան Պարոն վարչապետ, որպես հարցի շարունակություն, արդյոք Մարգարայի կամուրջի բացումը կարող է համընկնել JDBS-ի այցի հետ եւ կխնդրեմ մեկնաբանել ինչ է նշանակում սահմանը երրորդ երկրների անձանց համար բացելը, ովքեր են լինելու այդտեղով գնացող եկողները, բիզնեսի ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ, դիվանագետներ, այսինքն սահմանը փակ է լինելու միայն հայերի եւ թուրքերի համար։ Սա մեկ եւ ձեր թույլ տվությամբ եւս մեկ բան, Հայաստանի Հանրապետություն վերադարձած գերիներից Գևորգ Սուջյանի վերջին վիդեո հրապարակումից տպավորություն կա, որ նա մտադիր է մտնել քաղաքականություն, հաշվի առնելով օրենքի պահանջը, որ պատգամավորների թեկնածուներ կարող են լինել վերջին 5 տարում երկրում բնակվածները, հիմա Սուջյանը կարող է արդյոք մասնակցել ընտրություններին, քանի որ 5 տարի 3 ամիս 2 օր նա եղել է արտերկրում եւ ընտրությունների հետ կապված այսպիսի մի բան այս տարի նախատեսվում է 9 համայնքի 80 բնակավայրի խոշորացում, ընդդիմությունը սրան վերագրում է որ քաղաքական ենթատեքստ, ասելով որ դրանով փորձում եք առավել կառավարելի դարձնել ընտրությունները, ձեր մեկնաբանությունը։ Քաղաքական ենթատեքստն է, որ վաղուց որոշումը կայացվել եւ փորձ ցույց է տվել, որ խոշորացված համայնքներում հնարավորությունները ավելի մեծ են եւ մենք կարող ենք գնալ խոշորացված համայնքներ տեսնել, այնտեղ իրականացվող ծրագրերը եւ չխոշորացված համայնքներ տեսնել,
այնտեղ իրականացված ծրագրերը, կամ որ ասում են վերահսկելի դարձնել, այդ երբ եք տեսել 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կամ քաղաքական մեծամասնության կողմից որևէ ընտրություն վերահսկելի դարձնելուն ուղղված ընդհանրապես որևէ փորձ։ Այդ որ երկրի այդ տենց բաներ են ստեղծվում, տենց ինչ որ հեքիաթներ են ստեղծվում, հետո ասում են վայ երկիրը ոնց հասցրիկ այս վիճակ։ Ես կարծում եմ իմիջիալից ես իմ չեմ հիշում որ ելույթում ասել եմ որ ես կարծում եմ որ Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն աննախադեպ դրական վիճակի մեջ է, երբ որ մենք մեր պետության համար երկարաժամկետ հեռանկար ենք բացել։ Երկարաժամկետ հեռանկար ենք բացել։ Եվ կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը իր երկարատև պատմության ընթացքում շատ չի եղել նման լավ վիճակում, երբ որ նրա առաջ տասնամյակների եւ հարյուրամյակների հեռանկար կա։ Եվ ես կարծում եմ, որ այսօր երկիրը գտնվում է շատ լավ վիճակում, թե տնտեսապես, թե քաղաքական, թե աշխարհքաղաքական եւ բոլոր առումներով, եւ ժողովրդավարության, եւ ժողովրդի իշխանության։ Այսինքն այս ձեզ արդեն սովորական է դառը, որ sense լրագրողները կարող են գալ, տենց նայել, կարդալ, խոսալ, ասել, հարց տալ եւ այլն։ Ես հասկանում եմ, որ մենք բոլորս մոռացել ենք, թե ինչպիսին է իրադրությունը որոշ ժամանակ առաջ, բայց ես դա ձեր երեսով չեմ էլ տալիս Քավլիցի, ուղղակի ձեր ուշադրությունն եմ հրավիրում այդ փաստի վրա։ Հայաստանի Հանրապետությունը որպես շարունակություն ժողովրդավարական պետություն է եւ այնտեղ քաղաքականությամբ կարող է զբաղվել ցանկացած ոք, ով ուզում է զբաղվել քաղաքականությամբ։ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի կապը չեմ կարող ասել ոչ մի բան, որովհետև հիմա տեսականորեն հիմա եթե ասեմ ոչ չի կարող համընկնել, բա որ այդ օրը հանկարծ Թուրքիան որոշում կայացնի բացել սահմանը, ես հետո ինչ ասեմ այո կհամընկնի, այսինքն դա մեր որոշումների տիրույթում չի, որ ես հիմա այո կամ ոչ ասեմ։ Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիներին, դա նշանակում է, որ հայի ու թուրքի մասին չի խոսքը։ Էլի այստեղ էլ մեր ընկալումները պետության եւ ոչ պետության ընկալումների հետ կապ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի ցանկացած, որովհետեւ միայն հայերը չեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի ռուսներ կան, եզդիներ կան, ասորիներ կան, հույներ կան, քրդեր կան եւ այլ ներողություն ում չհիշատակեցի, հրյաներ կան, վրացիներ կան եւ այդպես շարունակ։ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի քաղաքացի հայեր կան, հույներ կան, քրդեր կան, եզդիներ կան եւ չգիտեմ շատ ավելի մանրամասն կազմում։ Խոսքը նրա մասին է, որ երրորդ երկրի քաղաքացի, ով որ ասենք օրինակ չգիտեմ, Իսպանիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Միացյալ Նահանգների քաղաքացիա կարող անցնել, իսկ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները առայժմ ոչ, բացի այն դեպքերից, երբ ունեն դիվանագիտական ազնագիր։ Մնացած մանրամասներն էլ ընթացած երևի կերել են։ Եվ մեր վերջին հարցը Պարոն Փաշինյան, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրը մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային, որոշումը քիչ առաջ կայացրեցիք կառավարության նիստում։ Բնականաբար դա պայմանավորված է հյուրերի մեծ քանակով, գագաթնաժողովին մասնակցելու են 50 բարձրաստիճան պատվիրակություններ։ Խնդրում եմ նշեք, ինչ կտա գագաթնաժողովը Հայաստանին, ինչ ակնկալիքներ ունենք։ Նա հույս ունեմ, որ ոչ թե հույս ունեմ, համոզված ենք լավ կկազմակերպենք եւ հույս ունեմ, որ մեր հյուրերը լավ տպավորություններով կհեռանան Հայաստանի Հանրապետությունից, ինչպես 2018 թվականի ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովից հետո են լավ տպավորություններով հեռացել եւ իհարկե Հայաստանի միջազգային տեսանելիությունը, Հայաստանի միջազգային հեղինակությունը եւ իհարկե այդ պատկառելի եւ ներկայացուցչական պատվիրակությունների հետ առնչվելու, նրանց հետ այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու շատ լավ հնարավորություն է եւ նաեւ տարածաշրջանային զարգացումները, որովհետեւ իմիջիայլոց Հայաստանում չնկատվեց, բայց ես կարծում եմ, որ շատ կարեւոր մի բան է տեղի ունեցել
Հնդկաստանը եւ Եվրամիությունը ստորագրել են առևտրային մեծ պայմանագիր, որը կարծում եմ ուղիղ առնչություն ունի նաեւ մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության հետ, Ադրբեջանի, Վրաստանի, որովհետեւ կարծում եմ, որ Հարավային Կովկասի տարանցիկ պոտենցիալը եւ նշանակությունը այդ թվում այդ պայմանագրի բերումով ավելի է մեծանալու, ընդ որում ես չեմ առանձնացնում երկրներից որևէ մեկը, ես խոսում եմ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի մասին եւ իհարկե նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի եւ այստեղ ինչքան շուտ մենք համագործակցության կոնկրետ ձևաչափեր գտնենք, այնքան ավելի լավ կլինի տարածաշրջանի, նրա պետությունների եւ ժողովուրդների եւ իհարկե Եվրամիության եւ Հնդկաստանի մեր գործընկերների համար, որովհետեւ այդ գործարքները պետքա իրականություն դառնան, պարզածովային ուղիները բավականին էֆեկտիվ կլինեն եւ կգործեն, դրանք այսօր էլ գործում են, բայց հատկապես հիմա եւ այդ տրամաբանության մեջ թրիփ նախագծի, խաղաղության խաչմերուկ նախագծի եւ Հարավային Կովկասի որպես տարանցման երթուղի նշանակությունը էականորեն մեծանում է եւ ես պարզապես ցանկացա բոլորիդ ուշադրությունը հրավիրել նաեւ այս նրբության վրա։